Հայացք դրսից նախագծի գործընկերներ Լազարևսկի հիմնադրամ, Big Z Production, Monadin գեղեցկության սրահ։ Ես այսօր գտնվում եմ Կրեմլյան համերգային դահլիճում, որտեղ ամեն տարի անցկացվում է տաշի շոու ամանորյա համերգը։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ իմ շատ սիրելի հետևորդներ, YouTube-յան դիտորդներ։ Թող որ 2026 թվականը բոլորիդ բերի սեր, երջանկություն, հույս եւ նոր նվիրական երազանքներ։ Դուք դիտում եք Հայացք դրսից հաղորդաշարի ամանորյա թողարկումը եւ ինչպես տեսնում եք, ես այսօր գտնվում եմ Կրեմլյան համերգային դահլիճում, որտեղ ամեն տարի անցկացվում է տաշի շոու ամանորյա համերգը։ Ես մշտապես շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, ովքեր ամեն թողարկման ընթացքում ինձ հետ են գնացինք վայելելու համերգը։ Ինչ տրամադրությամբ ես այս անգամ, որտեղ հաճախ ես լինում Մոսկվայում։ Եվ նախատոնական, եւ տնական, շատ լավ տրամադրություն, Մոսկվան համեն շատ եմ սիրում, էդ էլ պլյուս։ Առհասարակ օրինակ Միացյալ Նահանգներում ես լինում շատ, Եվրոպայում, Հայաստան, Մոսկվա։ Մոսկվան ինչով է առանձնահատուկ, որ այդքան շատ ես սիրում։ Ինչը կառանձնացնես Մոսկվայից։ Ուղղակի շատ շուշուտ եմ լինում Մոսկվայում։ Ընկերներն են շատ գուցե դե այնտեղ են շատ, այստեղ են շատ, ամեն միտեղ իր ձևը ունի, իր բան ունի։ Ամեն տեղ էլ սիրում եմ։ Երբ որ մանավանդ լավ են դիմավորում, լավ են ընդունում։ Եվ Հայացք դրսից նախագծի ամանորյա թողարկումն է, սա արդեն 2026-ի ամենասկզբում կլինի YouTube-ում, ինչ կմաղթես հայ ժողովրդին։ Անսահման հանգստություն մեզ բոլորիս հայերիս, աշխարհով մեկ խաղաղություն, ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհով մեկ խաղաղություն թող լինի, որ ցանկացած երկրի բալեք կարողանան արարեն, կարողանան լիարժեք վստահ գնան առաջ, իրենց ծնողներին ուրախացնեն։ Ես ցանկանում եմ բոլորիս լավ տրամադրություն, առողջություն, անսահման սեր ու լիքը լավ պրոյեկտներ նման տիպի, ինչպիսին տաշին է։ Վարդերի մեջ վարդ եմ տեսել անուշքոտ ավետ, ես ուզում եմ սրտի սերը կիսել նրա հետ։ Վարդերի մեջ վարդ եմ տեսել անուշքոտ ավետ, ես ուզում եմ սրտի սերը կիսել նրա հետ։ Ախ չմեջ ես ցավը տանեմ, սրտիս միջից ոնց քեզ անեմ, քեզ համար ամեն ինչ կանեմ։ Ախ չմեջ ես ցավը տանեմ, սրտիս միջից ոնց քեզ անեմ, քեզ համար ամեն ինչ կանեմ։ Այս պահին իմ զրուցակիցն է սիրված ճանաչված հաղորդավար Ռաֆայել Ղազանչյանը, բարի գալուստ Մոսկվա։ Վերջին տարիներին կարծես թե տաշիրում չկար, տաշի շոուն, բայց դու ի սկզբանե նրանց հետ ես եղել, չէ՞։ Վերջին 2 տարին։ Չէ, հիմա ցենց է, 2 տարի կավա իրար հետևից լինեմ, հետո մի տարի կամ 2 տարի բաց թողնեմ, հետո նորից լինեմ։ Լավ, էմոցիաներդ ինչպիսին են, զգացողությունը։ Միշտ գալուց, այսինքն արդեն որ
պլանավորում եմ, որ դեկտեմբերին պետքա դեկտեմբերի կեսերին գալու ենք ստեղ։ Նախ առաջինը որ պետքա տեսնեմ իմ ընկերներին, շատ մոտիկ մարդկանց, ում հասցնում եմ ստեղ տեսնել, որտեղ Մոսկվայում ես հատուկ ոչ մեկին չեմ ասում, որ գալիս եմ, որտեղ իմ ընկերները կնեղանան, ուղղակի ես չեմ հասցնում տեսնել, բայց որտեղ գալիս եմ, մի քիչ ռեստարտ ես լինում։ Այսինքն այն տոհ-բոհից, այն քո ամենօրյա աշխատանքից, իրավիճակից գալիս ես մի քիչ լիցքավորվում ես, լիցքաթափվում ես, ինչու՞ չէ նաև լիցքավորում ես մյուսներին գնում ես։ Միայն դրական, այսինքն կապ չունի համերգում ովա, այսինքն երկելու, ովա բեմբուզ գալու կամ որտեղ հապոփոխվում են երկիշները։ Բայց հաղորդավարները մշտական են։ Ես մեծ հաճույքով օրինակ կզիջեմ իմ տեղը, երիտասարդ։ Լավ, դու ես երիտասարդ։ Ցավոտ տանեմ դե ախր այդքան։ Չէ, մենք նախորդ դարից ենք ոնց։ Դու օրինակ չես Ես էլ Ես օրինակ կասեք որ 3 երեխա։ Այո։ Կասեք որ 3 երեխա ունի, չեք կասի իհարկե։ Բայց ունի։ Իրան։ Անես որ մեծ հաճույքով կզիջեմ իմ տեղը երիտասարդներին, այսինքն որ իրանք սկսեն գալ, վարել, մի խոսքով էմոցիաներ փոխանցել մեր հանդիսատեսին, հերթատողին, բայց այնուամենայնիվ կազմակերպիչները պնդում են, որ պետքա գաս։ Հին ու լավագույն ընկերները։ Իսկ քան որ կազմակերպիչները մեր լավ ընկերներն են, ես ուղղակի չեմ կարող մերժել, եւ բնականաբար գալիս եմ։ Ռաֆայել, քանի որ սա Հայաց դրսից նախագծի տոնական թողարկումն է եւ արդեն 2026-ի տոնական օրերին է եթեր գնալու YouTube-յանի մալիքում, ինչ կմաղթես, ինչ հայ հանդիսատեսին ամանորյա քողերցը։ Շատ բան եմ ուզում ցանկանամ, բայց որպեսզի կենաց չլինի դա, որովհետև մեզ մոտ այտենց շատ ցանկությունները կենացի լեվելում ավարտվում են, այսինքն առաջ չի գնում։ Նախ ուզում եմ որպեսզի դա եւս մեկ անգամ ասեմ։ Յուրաքանչյուրս եթե մեր տեղում աշխատենք, գործենք ի օգուտ մեր երկրի, կապ չունի Մոսկվայում եք, չգիտեմ, Խաբարովսկում եք, Սանտ Պետերբուրգում եք, Ամերիկայում եք, Եվրոպայում եք, որևէ քաղաքում, կապ չունի։ Եթե դուք այնտեղ մի բան անում եք, թեթև փոքրիկ լումա նույնիսկ ներդրում եք այսինքն անշնորհները Ես երազանք պահեցի Ռաֆայել։ Մի խոսքով, եթե յուրաքանչյուրս գոնե մի բան անենք լավ, մեր մասնագիտականով լավ անենք, հավատացեք մենք դրանով օգուտ ենք տալու մեր երկրին։ Ու չխանգարենք ամենակարևորը այն մարդկանց, ովքեր որ պրոֆեսիոնալ են, գիտեն ինչ են անում տարբեր ոլորտներում մեր երկրում։ Այնպես սա եմ ուզում ցանկանալ։ Բարի երեկո Մոսկվա, բարի երեկո Կրեմլ, բարի երեկո հայություն։ Hey! Добрый вечер, Кремль! Ասեմ որ հա, այն որ խոսում ենք ճորո-ճորո, մենք ամեն ինչում մասնագետ ենք, պրոֆեսիոնալ ենք, չէ, դա տենց չի։ Պրոֆեսիոնալները իրանց գործն են անում, ոչ պրոֆեսիոնալները հանգիստ նստում են իրանց տեղը։ Հանգիստ նստում են իրանց տեղը։ Շնորհակալ եմ, ես էլ քեզ եմ շնորհավորում, թող 2026-ը նոր ձեռքբերումների տարի լինի խաղաղության, շատ շնորհակալ եմ, մեզ բոլորիս լավ երեկո։ Շնորհակալություն, ձեզ էլ, այո, սկսում ենք համերգը։ Այո, գնացինք։ Чузох. Merci шот. Всего раз за жизнь влюбиться, Богу одному молиться, за детей своих гордиться и в любви уснуть, от мечты не отступиться, с другом иногда напиться, с теми, кто ушел проститься, в этом жизни суть. Եվ այսպես իմ շատ սիրելի հետևորդներ, сейчас рядом со мной известный, популярный, всеми любимый певец Сосо Павлиашвили. Здравствуйте, я благодарна, что вы сейчас рядом со мной. Спасибо большое. Как настроение? Вы Камарджоба. Паревдзес. Паревдзес. Да, вы очень вот часто выступаете на армянских концертах. Вот в Ереване часто бываете. Вот много армянских друзей. И вас, армянский народ, прям очень-очень мы вас любим. В чем секрет? Все взаимно. Амин. В чем секрет? Никакого секрета нет. Если любишь, люби. Если нет, так нет. И все мы любим. Не просто любим, а доверяем друг другу. А доверие без любви не бывает, как любовь без доверия. И все сложилось, слава Богу, так, как надо. Я купаюсь в любви, я стараюсь, чтобы все вокруг меня также купались от моей любви. Единственное, в чем я буду соревноваться, только в любви, только в дружбе, только в преданности. Правда. Все остальное приходящее, уходящее. А армянский дуэт новый будет?
Будет захотеть, На будет. армянском, на армянском. Сможете петь? Но уже надо уже на грузинском петь уже. Вот. Потому что много дуэтов я уже сделал, и на армянском тоже. Ну, как бы там ни было, на каком языке мы не пели бы, мы это делаем от души, от сердца, и слава Богу. Такие моменты нам продлевают молодость, продлевают жизнь и продлевают то, что мы нужны на этой земле. Чтобы сплотить, чтобы объединить, созидать, чтобы делать мир лучше, благороднее, красивее, не теряя свое, наоборот, дополняя друг друга. В этом есть самое большое счастье. И у нас этот выпуск новогодний, праздничный. Вот новогодний просто, что вы пожелаете? Я с удовольствием повторюсь то, что я сказал сегодня на Таши шоу, прямо на сцене. Кстати, нижайший поклон моему другу, моему брату Тарону, который организовывает уже не первые десятилетия. Это реально этот настоящий праздник, чтобы в каждом доме был детский смех и молитвы стариков, чтобы женщины, вы, плакали от любви, от вдохновения. Если мы, мужчины, этого добьемся, значит, мы не зря живем. С Новым годом, с новым счастьем, с новыми победами и с новыми добрыми и красивыми приключениями. И песнями красивыми. Песни без приключений не бывает. С Новым годом! Спасибо огромное! Эх, пацаны, большие мальчики большой страны. Эх, пацаны мои, летят года, а мы по жизни друг без друга никуда. Эх, пацаны, большие мальчики большой страны. Эх, пацаны мои, летят года, а мы по жизни друг без друга никуда. Спасибо! Մի լավ բան կամեց ինձ։ Հաջող տարի է մաղթում առողջ ամենակարևորը եւ լիքը ձեռքբերումներ։ Այո, շնորհակալություն, մենք էլ մեր թիմի կողմից ենք ձեզ շնորհավորում Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Նոր նվեր առել ես։ Ամեն քեզ տեսնելիս օրս է բարի, արևն անգամ կողքիդ ծափերը բարձր գարի։ Ամեն քեզ տեսնելիս օրս է բարի, արևն անգամ կողքիդ իսկույն կմարի։ Սիրո հուրը երբեք չի մարի, կանչում եմ յարջանալի արի։ Սիրո հուրը երբեք չի մարի, բոլորով երկում ենք գնացինք շատ շուտ տարի։ Շողշողում Գեղեցկուհի Գոհար Ավետիսյան, ինչպես եք զգում ձեզ նոր դերում, որպես հաղորդավարուհի, որովհետև կարդինալ փոփոխություն է ձեր մասնագիտությանը։ Ճիշտն ասած, ես իմ մասնագիտությունը չեմ փոխել, որովհետև աշխատում եմ դաս եմ տալիս մեյքափի, բայց զգացողությունները ինչու՞մ են։ Այդ իմ երազանքներ, դրա համար ես զգում եմ ինձ երջանիկ։ Այդպես հելնել բեմը ես չեմ ամաչում, չեմ վախենում, շատ եմ սիրում ու ինձ համար, որ ես հելնում եմ ու նայում եմ մարդկանց դեմքերին, աչքերին, ժպիտներին, ես երջանիկ եմ այդ մոմենտ, так что ես շատ ուրախ եմ, կներեք իմ սպյուրգահայացքը։ Դրա համար ամբողջ կյանքս Ռուզաստանում եմ, Մոսկվայում եմ ապրում, կներեք երեխեք։ Երևանի ժարգոն էլ, короче, ինչ ուզում ասի, ես շատ երջանիկ եմ։ Իսկ քանի որ սա տոնական մեր հայաց դրսից եթերն է, Ամանորյա, ինչ կմաղթեք հայ հանդիսատեսին։ Բոլորին ես կմաղթեմ առողջություն։ Մեծ սեր, ոչ միայն մարդկանց, ամեն ինչին։ Сначала нужно полюбить себя, затем всех вокруг, и еще любить и благодарить Бога каждый день за все, что у нас есть. Поэтому всем побольше благодарности, и чтобы у вас никогда не опускались руки. Какие бы сложности вы ни проходили, вы знаете, что вы совсем справитесь. Пускай 26-й год будет поистине вашим годом. Շնորհակալություն ենք ձեզ, շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։
հետևորդներ, այս պահին իմ զրուցակիցն է սիրված ու ճանաչված երգիչ Ներսիկ Քիսպիրյանը, բարի գալուստ Մոսկվա։ Շնորհակալություն։ Շոուին ինչպես միշտ ներկա եք, ինչ զգացողություններ ունեք եւ ինչ ամանորյա մաղթանք կհղեք մեր հերոստատիտողներին, հայ հանդիսատեսին, քանի որ սա ամանորյա թողարկումն է հայոց։ Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել Տաշի շոուին, որ ամեն անգամ առնչվում ենք ազգային եւ հայնասիրական երգերի հետ։ Իսկ մեր ժողովրդին շնորհավորում եմ մեր ժողովրդի նոր տարին, թե Սփյուռքում, թե հայրենիքում գտնվող բոլոր համայն հայ ժողովրդի նոր տարին։ Ցանկանում երջանիկ կյանք, ձեռք բերումների տարի լինի։ Չնայած խաղաղությունը ուժով են վաստակում, այնքան ուժեղ լինենք, խաղաղություն բերենք մեր ժողովրդին։ Շնորհավորում եմ սահմանը պահող հայ զինվորին, որ այսօր կանգնած այնտեղ սահմանում։ Շնորհավոր իրենց նոր տարին, շնորհավորում եմ նաև մեր շատ սիրելի արցախցիների նոր տարին։ Շնորհավոր նոր տարի հայ ժողովուրդ ջան։ Մոտ կամ հեռու, ուրը որ հիմա ապրում ես դու, հայես դու, ուրեմն լավն ես դու, քեզ իմ հոգին կտամ, իմ բարեկամ։ Մոտ կամ հեռու, ուրը որ հիմա ապրում ես դու, հայես դու, ուրեմն լավն ես դու, քեզ իմ հոգին կտամ, իմ բարեկամ։ Հայես դու, ուրեմն լավն ես դու, քեզ իմ հոգին կտամ, իմ բարեկամ։ Եվ սիրված, ճանաչված ողջ հայ ժողովրդի ամենասիրելի Աշոտ Ղազարյանի ասպահին մեր զրուցակիցը, ողջույն, բարի գալուստ Մոսկվա։ Բարեձեզ, բարեձեզ։ Ինչպես եք Երևան, Հայաստան, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, ինչպես եք հասցնում։ Վրաստանը մոռացաք, որովհետև ես Երևան միանգամից չեմ գալի։ 5 տաթի վայրեք չի կատարում, մենք գնում ենք Վրաստանից, մենք նորընդեղից ենք գալիս Հայաստան։ Այդ մեկը մոռացաք։ Դե լավ եմ, ինչ է, կարևորը գիտես ինչ որ գալիս ես քո երկիրը, դες ես գիտեք որ ժամանակավոր եմ ես։ Գալիս եմ տարին 2 անգամ գալիս եմ, մտնում հողը ջուրը, իմ երկիրը, իմ ժողովուրդը, իմ երեխեքը, իմ տունը, իմ թորները, ոնց կարող է, այդքան դժվարություններ արդեն աշկիտ չերևում, որտես գիտես գնում ես ու իրանց տեսնելու, իրանց վայելելու։ Շատ լավ եմ զգում։ Եվ մյուս հարցը հայ հանդիսատեսը, հա, օվկիանոսից այն կողմ, Ռուսաստան, Հայաստան, նույնն են թե տարբերություն են։ Ինձ համար համարյա նույնն են, ես տարբերություն չեմ գտնում, բոլորն էլ սիրով են գալիս, բոլորն էլ գոհ են գնում իմ ելույթ, իմ երեկոներից ու բոլորին էլ ես կարողանում եմ բավարարել հումորով, ծիծաղով, երգով, տրամադրությամբ։ Ինձ համար իմ հայը մնում հայ, որտեղ ուզում ապրի, ոնց ուզում ապրի, ինչ ուզում ապրի։ Ամեն տեղ էլ ընդունելություն նույնն է, կարոտը կա, ջիգյարը կա, սերը կա, սպասումը կա, ամենակարևորը դա է։ Եվ մեր ամանորյա տոնական թողարկումն է Հայաց դրսից նախագծի, ինչ կմաղթեք հայ հանդիսատեսին։ Ինչ կարող եմ մաղթել։ Առաջերտին խաղաղություն, ոչ մենակ մեզ, աշխարհին խաղաղություն։ Դե աշխարհը թե զայրացած լինում ինչ-որ բան էլ մեզ էլ հասնում, դե մենք էլ մի լավ վիճակում չենք հիմա։ Ես ցանկանում եմ խաղաղություն լինի։ Կարող է մի կողքից ասեն շաբլոն խոսքեր ասում, բայց ոնց կարող է շաբլոն լինի, եթե այս պահին աշխարհում խաղաղություն է։ Թող մարդիկ խաղաղ ապրեն, թող սերը շատանա, մարդկանց նվիրվածությունը, կամեցողությունը շատանա, բարյությունը շատանա երկրագնդի վրա, մարդիկ նորմալ ապրեն, ոնց որ ապրել են։ Շնորհակալություն պարոն Ղազարյան, հա Մոսկվայի հայ հանդիսատեսը միշտ ձեզ սիրով սպասում է։ Հաջողություն, մենք էլ մեր թիմի կողմից ենք ձեր շնորհավորում, ամանորը Սուրբ Ծնունդը, նոր ձեռքբերումների տարի եւ ինչպես ասացիք, նշեցիք խաղաղության տարի։ Շնորհավորում եմ, սեր, ծիծաղ, խաղաղություն եւ բարություն։ Շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, ես սիրված ու ճանաչված եւս մեկ արտիստի եմ տեսնում, գնանք մոտենանք Ռուբեն Սասունցի, տեսնենք ինչ տրամադրություն ունի։ Բարի գալուստ Մոսկվա, հաճախ ես լինում Մոսկվայում։ Երեք մենք
գեղեցիկ համերգային ծրագիր ունեցանք Դամատյետև քաղաքում, իսկ այսօր տոնական մեր տաշի շոուի Այո, ասեմ որ հայացք դրսիցնել է տոնական թողարկում, այնպես որ կարող ես քո ամանորյա մաղթանքը, շնորհավորանքը մեր հանդիսատեսին։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորեմ այս գալիք տարվա կապակցությամբ ու ամենակարևորը ինչն է այսօր մեզ պակասում՝ խաղաղություն եւ ամենակարևորը առողջություն յուրաքանչյուրիս ընտանիքում լինի։ Ու ես միշտ ասել եմ ու կասեմ, կապ չունի որտեղ կապեմ։ Կարևորը որ միշտ մեր հայի տեսակը բարձր պահենք։ Սիրում եմ ձեզ շատ։ Շնորհավորում եմ։ Աղջիկ ու շեկլիկ մազեր, աղջիկ ու շողիկ մազեր, հնդիվարեց կունազեր, եկլսին զուրնեն ինչ է գճալը, կոսերը ամսիրու հետ գխաղը, եկլսին զուրնեն ինչ է գճալը, կոսերը ամսիրու հետ գխաղը։ Տպավորություններիս մասին երևի կասեն այս տարիները, որ ես մասնակցում եմ Տաշի շոուի, եթե վատը լիներ, համոզված եղեք, երկրորդ անգամ չէի մասնակցի։ Եվս մեկ անգամ հնարավորություն է տալիս նախ տեսնեմ ընկերներս, որովհետև բեմից այս կողմ ովքեր որ աշխատում են, շատ անգամներ գործի բերումով երկար ժամանակ չեն հանդիպում։ Այսօր համել միակ տեղն է, որ հանդիպում ենք, լավ բաներ ենք ասում, տեսնում ենք, կարոտներս առնում ենք։ Օրինակ եթե շիներ Տաշի շոուին ես կտեսնեի։ Չէ։ Ես կշփվեի մեր հերոստատիտողի։ Հայաստանից արև ու ջերմություն կբերեիք, չէ։ Ինչպես միշտ ջերմությամբ եկել ենք, բարձր տրամադրությամբ կմասնակցենք, փորձենք մեր տրամադրությունը, ջերմությունը փոխանցենք մեր հանդիսատեսին ու հերոստատիտողին։ Դու հայտարի երկչին, ես գնամ կիսատ գործես, որ դու շմնախ չի սպասի, գալիս եմ։ Раф, как всегда, в своем репертуаре. Աշխարհի հայությանը ես կմաղթեմ 2026 թվականին սմհրեղեն ձիու տարի։ Ամենալավն ու բարին։ Ժպտացեք, հաճախ ժպտացեք ու բարին կամեցեք, որովհետև մեզ պակասում է միայն բարությունը։ Այս անգամ Տաշի շոու դուետին ինչ երգով եք ներկայանալու։ Ուրեմն պրեմիերա է լինելու Հովիկ Արշակյանի հետ, կոչվում է ոնց է կոչվում։ Քեփ ենք անում։ Շատ տրամադրող լավ երգ է, կարծում եմ, որ լավագույն երգերի մեջ տեղ կգտնի։ Դե մենք էլ իհարկե մեր սիրով կվայելենք ձեր կատարումը եւ մեր տոնական ամանորյա եթերից ինչ կմաղթեք հայ ազգին, հայ ժողովրդին։ Քիչ առաջ էլ ասեցի միայն խաղաղություն, որ խաղաղ երկնքի տակ ապրեն եւ թող ուրախ տարի լինի։ Այո, մենք նույնպես շնորհավորում ենք սիրելի Սիլվա, քո ընտանիքին 2026 թվականը նոր ձեռքբերումների տարի թող լինի եւ իհարկե բոլորիս, այո, շնորհակալ եմ։ Այսօր վաղը ամեն պահը մերն է, քեֆ արա քեֆից լավ բան չկա։ Ապրելուց լավ բան չկա։ Այսօր վաղը ամեն պահը մերն է, քեֆ արա քեֆից լավ բան չկա։ Ով որ կասե կյանքս ուտ է մոլորվել է, ապրելուց լավ բան չկա։ Ապրելուց լավ բան չկա։ Այս պահին իմ զրուցակիցն է Euro Music Entertainment պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրենն է, այս գեղեցիկ համերգի հաղորդավարուհի պրոդյուսեր Կրիստինա, ողջույն։ Ողջույն, Մարինա ջան։ Ինչ տպավոր ավելի ճիշտ տրամադրություն ունես, որովհետև գիտեմ, որ կազմակերպել է դա շատ բարդ աշխատանք է, ինչ զգացողություններ ունես այս պահին։ Честно говоря, когда концерт уже начался, я уже подуспокоилась, конечно, но нервишки шалят. Стараюсь себя сдерживать, потому что помимо того, что организаторы, еще и ведущая, но пока концерт не закончится, я не выдохну. И так на протяжении 20 лет, сколько мы организовываем, от начала до самого конца я вся трясусь, как осиный лист, потому что, чтобы все гладко прошло, ой, не знаю, морально мне тяжело, морально. Вот я, может, физическую работу не настолько, да, выполняю, у меня, слава богу, у нас большой состав, команда наша, но морально я выматываюсь с первой до последней секунды. Но благо все хорошо, зрители доехали, концерт идет своим ходом, слава богу за все. И все это в рамках нами всеми любимого новогоднего праздника, ежегодного, волшебного
Таши Шоу. Мы организацией концертов занимаемся, наверное, с 2005 года, поэтому очень много площадок мы переменяли, перепробовали. Излюбленная наша площадка — это был всегда Кремлевский дворец. Ну, в 2 года назад, да, получается, открылась Life Arena, новая площадка, она в разы больше, не в разы, а в 1,5 раза, наверное, да, может, да, больше, поэтому мы переместились туда, поскольку поклонников Таши Шоу с каждым годом все больше и больше, да. Кремль уже нас не вмещал, скажем так, и мы поменяли, да, на Life Arena. 2 года у нас был sold-out в Life Arena, и вот последний, вот этот год мы уже вернулись снова сюда. Во-первых, почему, причина, там дат не было свободных нам подходящих, да. Во-вторых, очень много тоже звонков и писем было от наших зрителей, что хотят Кремль. Все-таки любят. Да, 9 лет мы в Кремле делали, вот 2 года там, и они просим Кремль. Եվ քանի որ ամանորյա տոնական եթեր է, ինչ կմաղթեք ամանորյա, ինչ մաղթանք հայ հանդիսատեսին։ Им хай аз, процветайте, живите, размножайтесь. Я очень хочу, чтобы, да, по всей планете нас было очень много. Всех благ, с наступающим Новым годом. И вам спасибо, Марина. Ձեզ շնորհակալություն եւ լավ երեկո բոլորիս։ Լավ նոր տարի։ Այո, բոլորիս։ Բոլորիս։ Спасибо. Ավտանեմ ես հայերիս, ամենքս մի սար մի մասիս, Հայաստան դու տունն ես հայերիս, ուր գնամ քո գիրկն են գալիս, ավտանեմ ես հայերիս, ամենքս մի սար մի մասիս, Հայաստան դու տունն ես հայերիս, ուր գնամ քո գիրկն են գալիս, Հայաստան դու տունն ես հայերիս, ուր գնամ քո գիրկն են գալիս, Սիրելի հետևորդներ, գնանք տեսնենք, թե Մոսկվայի բնակ արտիստներից Ժորա Շահինյանն ինչ տրամադրություն ունի։ Նախ շնորհակալ եմ կազմակերպիչին մեր Տարոնին Պողոսյան, որ ինձ էլ էր հրավիրել այս գեղեցիկ միջոցառմանը։ Շատ տպավորված եմ մեր հայերի ընդունելությունից, ինչպես իմ երգի մեջ ասում, ցավը տանեմ հայերիս։ Այս է ցավը տանեմ հայերիս ու շնորհավորում եմ իմ հայ ազգին։ Այո, արդեն 2026 թվականին կգնա եթեր։ Ամանոր եւ Սուրբ Ծնունդը ու ցանկանում եմ, որ հայ ազգը լինի խաղաղության մեջ, հաջողությունների մեջ, մեր աշխարհասփյուր հայությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, լավ երեկո քեզ։ Հետևորդներ եւ ամենասիրելի ու գեղեցիկ զույգերից մեկը հայկական էստրադայի ողջույն Իրիփսի Հակոբյան, Մարտին Մկրտչյան, բարի գալուս Մոսկվա։ Ողջույն, շնորհակալ ենք։ Ինչ տրամադրությամբ եք եկել այս անգամ Տաշի Շոուի դուետին։ Ինչպես միշտ բարձր եւ մեծ ողջավորությամբ, որովհետեւ միշտ հաճելի է այստեղի հայության համար գալ, երգել եւ ուրախացնել։ Ես կմաղթեմ հայ հանդիսատեսին, առասարակ հայ ազգին միշտ խաղաղություն, անամպ երկինք, որպեսզի մտածմունք չունենան, միայն իրենց մտածմունքը լինի համերգ գնալ, ուրախ օր անցկացնել, խաղաղ անամպ երկինք մեր հայ ազգին։ Թող երջանիկ դիմեն բոլորը, թող միշտ ժպտան եւ շնորհավորում ենք համայն հայության ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Որ սիրտը ուրախացնես, ապրում ես դու, պիտի ապրես, որ իմ հոգի
երջանկացնես Նախ քո համերգից հետո եւ Մոսկվայում եւ Երևանում արձագանքները շատ էին։ Դու ինքդ ինչ ես լսել եւ ինչ էմոցիաներ ունես։ Լավ էմոցիաներ եմ լսել, տեսել, որի համար անչափ շնորհակալ եմ մեր հայրենակիցներին։ Իսկապես անմոռանալի երկու երեկո ունեցանք եւ մեր սիրելի Մոսկվայում, քաղաքում մեր հայ հանդիսատեսի ներկայությամբ եւ Երևանում։ Այնպես որ կարոտում եմ, անամբեր սպասում եմ հաջորդ համերգներին։ Այո, եւ այդ համերգին մի քանի նոր դուետներ ներկայացրեցի, որոնցից մեկը այսօր նաեւ կլինի Տաշիշոու դուետի ժամանակ։ Առաջիկայում կա եւս նոր երգ։ Այո։ Շատ շուտով կլսենք։ Այո, շատ շուտով։ Գաղտնիք ուրեմն։ Շնորհակալ եմ, ողջունում եմ Մարինա ջան, քո հետևորդներին, թող այդպես ակտիվ լինեն, որտեղ շատ հետաքրքիր եւ տարբերվող հաղորդումներ ես հասկացնում։ Կխնդրեմ քո հետևորդներին առաջարկես բաժանորդագրվեն։ Բաժանորդագրվեն մեր սիրելի Մարինայի YouTube-յան ալիքում։ Այո, հայացք դրսից նախագծի։ Այո, սպասում ենք եւ շնորհավորում ենք ձեր բոլորի ամանորն ու սուրբ ծնունդը։ Աստված պահապան մեր ազգին։ Եվ խաղաղություն։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ Մարինա ջան։ Մերսի շատ Արման ջան։ Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ծնունդը, Նոր տարին, ցանկանում եմ մեր հայ ազգին եւ ամբողջ աշխարհին խաղաղություն ամենակարևորը, առողջություն եւ ինչքան երազանք, ով ինչ երազանք ունի, թող 2026 թվականին կատարվի։ Այո, մենք նույնպես մեր թիմի կողմից շնորհավորում ենք ձեր ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ իհարկե միշտ Սփյուռքի, Մոսկվայի հայ հանդիսատեսը սիրով ձեզ սպասում է։ Շատ շնորհակալ եմ, ես էլ իրանց էլ միշտ կարոտում եւ կարծում եմ որ շուտով կհանդիպենք։ Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Хоть куда пойду, без тебя я просто не смогу. Украду, тебя я украду. Ինչ տրամադրություն ունես այս անգամ այս համերգին։ Дуэтով եք ներկայացնում։ Да, я на русском скажу. Каждый год у нас уже как традиция стала, мы каждый год все вместе собираемся, и артисты, и уже гости, уже столько знакомых и добрых людей, лиц, и не может быть другого настроения. Замечательное, шикарное, праздничное настроение, как всегда. Ձեր դուետը Ռադարայի հետ։ Այո։ Ինչպես առհասարակ դու շատ դուետներ ունես։ Есть такое дело։ Да, դու առանձնանում ես դրանով, որովհետև ոչ մի այլ երգիչ ես չեմ նկատել, որ այդքան դուետներն ունենա համաշխարհային շոու բիզնեսից վերցրած ռուսական էստրադայից հայկական։ Ինչն է, մենակ сирում եմ ու վերջ։ Да, ինչ-որ PR կամ ինչ-որ Я скажу честно, это всегда мы для каких-то проектов делаем. Для каких-то проектов, и так остается, и дальше мы уже дружим с артистами, выступаем на корпоративах, на гастролях, вот так, не специально ничего не делаем. Բայց ամենակարևոր պահը երևի այստեղ ընկերությունն է։ Որտեղ մեջ շրջապատու է ընկերություն ունենք։ Եվ Էդգար, քանի որ սա մեր ամանորյա թողարկումն է տոնական, արդեն 2026 թվականին կլինի YouTube-ում, եթեր կգնա, ինչ կմաղթես մեր հայ հանդիսատեսին, հայրենակիցներին։ Я хочу пожелать в первую очередь крепкого здоровья всем нашим детям, нашим родителям, нашим старшим, нашим половинкам. Это самое главное. Крепкое здоровье, мирного неба над головой нам всем. И 2026 год, чтобы был самый удачный. Вот самый удачный, чтобы Ես նույնպես շնորհավորում եմ, շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ եւ քեզ մաղթում եմ 26 թվականին 26 նոր դուետներ։ Ой, спасибо, спасибо. Спасибо. Քեզ էլ մերսի շատ։ Спасибо. Սիրել եմ ես նրան, աշխարհի ամենանուր սիրունիկ աղջկան, սիրել եմ ես նրան, երանին նայել են սիրի, ախ ոնց որ ես նրան, երանին նայել են սիրի, ախ ոնց որ ես նրան։ Սիրելի հետևորդներ, միայն Տաշիշոուի համերգի շրջանակներում կարելի էր վաղել մի ընկերուհուն, կուրս ընկերուհուն հանդիպել։ Թամրի Ժողովարյան, ողջույն, բարի գալուս Մոսկվա։
Ողջույն սիրելիս, միշտ սենց գեղեցկուհի, չգիտեմ, նմանապես նիհար, մարալ, ոնց արևում, որ դու պարային կրթություն ունես սիրելիս։ Եվ ինչ երկով ես այս անգամ եկել, ինչ տրամադրություն ունես։ Այս անգամ եկել եմ դուետի տեսքով, այո, Տիմուր Տիմիրով եւ Թամարա Ժամբարյան, ինչ որ սենց հետաքրքիր դուետ, այո, երգի հեղինակը Կասիևն է, դե ինքը շատ սիրուն է գրում, տենց որոշեցինք դիմել իրեն ու ստացվեց մի շատ տենց պոզիտիվ, ուրախ, տրամադրող երգ։ Ինչ կմաղթես մեր հայ ժողովրդին։ Այլևս չունենանք կորուստներ, միմիայն հաղթանակներ, սիրելի իմ ազգ։ Չգիտեմ, Աստծո օրհնություն, սեր ամենակարևորը, սերն է, չէ, այսօր պակասում եւ ոչ միայն մեր մեջ, այլ ամբողջ աշխարհում, ամբողջ աշխարհում թող տիրի Մարջան, միմիայն սերը, խաղաղությունը ու այսպես միշտ ես հետաքրքիր հանդիպումներով լի կյանք է, որովհետև իսկապես երջանկություն այսպես մի քանի րոպեներ կարող են լինել, չէ, եւ դրանք գումարվում են իրար, դառնում է կյանքը երջանիկ։ Ու նման գեղեցիկ հանդիպումներն էլ Տաշի շոուի կազմակերպիչներն էլ շնորհակալություն մեր այս առիթի համար։ Այո, շնորհավոր ձեր բոլորի նոր տարին եւ սուրբ ծնունդը մինչեւ մյուս Տաշի շոու։ Ահա եւ կայացավ եւս մեկ տոնական ամանորյա համերգ, կայացավ եւս մեկ հայաց դրսից նախագծի թողարկում։ Ես շնորհակալ եմ իմ շատ սիրելի հետևորդներ, որ մնացիք մինչև վերջ ինձ հետ։ Հուսով եմ, որ կարողացանք որոշ չափով տրամադրությունը փոխանցել այս համերգասրահից։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ ամանորը եւ սուրբ ծնունդը, սիրելի հայրենակիցներ։ Ուզում եմ, որ 2026 թվականն իր հետ բերի սեր, ջերմություն եւ իհարկե ամենակարևորը խաղաղություն մեր հայրենիքին, խաղաղություն ամբողջ աշխարհին։ Թող 2026 թվականը նոր հաղթանակների եւ նոր ձեռքբերումների տարի լինի։ Ավելի շատ ժպտանք իրար, ավելի շատ սիրենք միմյանց եւ ամեն ինչ լավ կլինի կյանքում։ Դե ինձ սիրելի հետևորդներ, մնացեք ինձ հետ, հավանեք, տարածեք այս տեսան նյութը։ Նույնպես եւ կհանդիպենք, երբ հանդիպենք։ Մնացեք բարով։ Նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին, այն բոլոր հովանավորներին, ովքեր աջակցում են իմ հաղորդաշարին, եւ իմ գործընկերոջը մշտական Big Z Production-ին եւ նոր միացած գործընկերոջը դա ոճաբան Արևիկ Մարտիրոսյանն է, իմ այսօրվա գեղեցիկ դիմահարդարման եւ վարսահարդարման համար շնորհակալ եմ անչափ Մոնադին գեղեցկության սրահի հիմնադիր ոճաբան Արևիկ Մարտիրոսյան։ Շնորհակալ եմ բոլոր իմ գործընկերներին, ովքեր մշտապես ինձ հետ են։